Եվ մենք Գյումրիում գյումրեցիների հետ պետք է իրականացնենք Գյումրի ավագանու արտահերտ ընտրություններ եւ ժողովրդական իշխանություն հաստատենք Գյումրիում։ Իշխանությունները չեն թաքցնում, որ հաստ չեն Գյումրիում իշխանությունը կորցնելու հետ, բայց արդյոք տեղական ընտրություններից 1 տարի անց իրատեսական է արտահերտի անցկացումը, այն դեպքում, երբ ՔՊ-ն 14 մանդատ ունի, իսկ ընդդիմադիրները 19։ Փաստացի ավագանին լուծարելու ու արտահերտ ընտրություններ նշանակելու համար մեկ նստաշրջանում ավագանին պետք է առնվազն 2 նիստ չգումարի, ինչպես եղավ 24 թվականի տարեվերջին։ Անցած հոկտեմբերին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո ավագանին կարողանում է նիստեր գումարել ու քվորում ապահովել, բայց վարչապետ Փաշինյանը երեկ կարծես վճռական էր տրամադրված։ Շատերը խոսում էին, թե այս ընտրությունների արդյունքում լինելու է Հայաստանի Հանրապետությունում Գյումրի 2։ Ես ամիսներ առաջ եմ ասել, որ չի լինելու Գյումրի 2, լինելու է հեղափոխություն 2 եւ Գյումրի 1։ Ինչ է նշանակում Գյումրի 1։ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններից հետո ի վերջո ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունը պետք է հասնի մեր թիկունքում գտնվող շենքը։ Վարդան Ղուկասյանին փոխարինող Ավետիս Առաքելյանը հիմա падգամավորի թեկնածու է ընդդիմադիր ուժեղ Հայաստանի ցուցակով։ Նա այսօր հրաժարվեց խոսել արտահերթի մասին վարչապետի մտադրությունից, ասաց այս հարցին կանդրադառնա, երբ կուսակցությունը նախընտրական քարոզարշավով Գյումրիում լինի։ Մեր քաղաքը խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը, ով падգամավորի թեկնածու է ԲՀԿ-ի ցուցակով, ասաց, եթե հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում կրկնվի Գյումրիի սցենարը, այսինքն ընդդիմության իշխանության գալը, իրենք եւս հակված են Գյումրիում նոր ընտրությունների անցկացմանը։ Օրեր առաջ Դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը այդ մասին խոսել էր ԲՀԿ-ի քարոզարշավի ժամանակ։ Եթե ուզում են Գյումրի 1, Գյումրու նոր ընտրություններ կազմակերպել, խնդիր չկա։ Լիզա Գասպարյանը վաղ համարեց Գյումրի 1 իրենց սցենարի մասին խոսելը։ Փաշինյանին հակադարձեց, թե Գյումրիի ավագանին շարունակում է օրինական աշխատանքը, պնդեց, ինչ սցենարով էլ իշխանությունը գնա ավագանու լուծարման, այս պահին անօրինական ու ոչ ժողովրդավար կլինի։ Հիմա ոնց որ թե վարչապետի մակարդակով հնչեցվում է այդ կարծիքը, որ պիտի լինի արտահերթ ընտրություններ, այսինքն եթե գյումրեցին չի ընտրել իրենց, այնուամենայնիվ իշխանությունը հաս չէ այդ ընտրության հետ, այնուամենայնիվ մենք ժողովրդավար երկրում չենք ապրում եւ ամեն բան անելու ենք, որպեսզի հասնենք այդ աթոռին, այսպես ասած։ Ընդդիմադիր Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը եւս падգամավորի թեկնածու է Հայաստան Դաշինքով վարչապետի երեկվա հայտարարությանը արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին կոշտ արձագանքեց ու առաջարկեց կոմիտաս լսել։ Բարբարայինով ասաց, որ բեսպրիձելի դար չի, ոնց ուզեն այդպես անեն, կամ ով է ասել, որ իրենք ընդրվելու են, որ միադել որոշեն Գյումրիում ինչ են անելու։ Հիմա պարտվել են իրենց իսկ հռչակած օրենքներով, իրենց իսկ հռչակած ժողովրդավարական կարգով ընտրություններ են տեղի ունեցել եւ պարտվել են, ինչ են ուզում մեզանից։ Ինչ են ուզում իրենք հասարակ քաղաքացուց, պարտվում են, գոչ են, հաղթում են, գոչ են, ինչից են իրենք դժգո։ Մնում է իրենց խորհուրդ տալ, որ կոմիտաս լսեն, խախանդվեն։ Իշխանությունները պնդում են, որ Գյումրի 1-ն իրականացնելու են օրենքի սահմաններում։ Կարեն Սիմոնյանը հարցնում է, օրենքով ինչպես։ Օրենքով ո՞նց կարող են անել։ Սա ավականու ինստիտուտ է վերջապես։ Եկե հասել ենք մի կետի, որ ավականու ինստիտուտով ենք առաջնորդում եւ կառավարում քաղաքը։ Իմ հզոր համայնք խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը եւս արտահերթ ընտրություններով ավագանին լուծարելու օրինական ճանապարհ չի տեսնում։ Դա մանիպուլյացիա որակեց։ Խոսել, որ գոյություն ունի օրինական ընտրված ավականուն օրինական ճանապարհով լուծարել եւ նոր Նիկոլ Փաշինյանի սրտին հաջող ընտրություններ կազմակերպել, դա փաշինյանական հերթական
ֆոնտն է, հերթական մանիպուլյացիան է։ Մխիթարյանն ի դեպ, ի տարբերություն Գյումրիի ավագանում մյուս խմբակցության ղեկավարների, խորհրդարանական ընտրություններին չի մասնակցում։